Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 26-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր էլ ունենք շատ կարևոր հարցեր քննարկելու, Սահմանադրական դատարանի նիստը կապված ընտրությունների արդյունքների հետ այսօր սկսում է իր աշխատանքը, ստեղ ունենք մենք քննարկելու հարցեր։ Քաղաք պայմանագիրը իր կուսակցության ներսում, ղեկավարության ներսում անցկացրեց քվեարկություն, որի համաձայն Ռուբեն Ռուբենյանը կլինի գլխավոր թեկնածուն քաղաք պայմանագրի ազգային ժողովի նախագահի պաշտոնին, նոր ազգային ժողովում։ Հետաքրքիր է, որ Թուրքիան շատ արագ այս փաստին արձագանքեց, կխոսենք նաև դրա մասին։ Ես պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ պատասխանեց ԵԱԴՄ-ին, Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը գրեթե ամեն օր պահանջում է, որ Հայաստանը կողմ որոշվի ԵԱԴՄ-ի նկատմամբ, Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որ կողմ որոշվի ՀԱՊԿ-ի նկատմամբ, շարունակում է ՀԱՊԿ-ում մնալ Հայաստանը, թե ոչ, շարունակում է Հայաստանը մնալ ԵԱԴՄ-ում, թե ոչ։ Ճիշտը ձեզ ասեմ, պատասխանը Նիկոլ Փաշինյանի բավական դիպուկ էր, իմ կարծիքով հակահարձակման անցավ Հայաստանը, ինչը ես միանշանակ ողջունում եմ։ Դրա մասին մենք այսօր նաև մանրամասն կխոսենք։ Ուրեմն, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, դուք գիտեք, դա շատ ու շատ էֆեկտիվ աշխատում է ակտիվ աշխատելու մեջ YouTube-յան ալիքը։ Սկսում ենք մեր աշխատանքը։ Ես պետք է ասեմ, որ փոքր երկրների դեպքում Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի իրոք շատ են առաջանում փոքր երկրների առջև մարտահրավերները, խնդիրները ու տարբեր երկրներ տարբեր ձևերով փորձում են այդ խնդիրները լուծել։ Հիշում եք, ես ձեզ ասել եմ 2 օր առաջ պարոն Մեդվեդևը նախկին Ռուսաստանի նախագահան սպառնաց Մոլդովային եւ Հայաստանին, որ Ուկրաինայի սցենարով զարգացումները կգնան։ Կոպիտ ասած, նաև ուժային քայլեր ձեր դեմ կարվեն։ Մոլդովայում դա նաև մտահոգիչ համարեցին, ավելին Ռումինիայում նաև մտահոգված են ու պետք է ձեզ ասեմ, որ ուղղակի 2 օր առաջ Ռումինիայում ներքին պալատը Ռումինիայի ազգային ժողովի, պարլամենտի ներքին պալատը որոշում ընդունեց միավորելու Ռումինիան եւ Մոլդովան, միավորվելու այս որոշումը։ Պարզ է, Ռումինիայի վերին պալատը, սենատը նաև պետք է հաստատի այդ որոշումը, բայց դա շատ կարևոր է։ Ռումինիայում եւ Մոլդովայում հասկանում եմ ինչքան մեծ են վտանգները, որոնք գալիս են Ռուսաստանից, սպառնալիքները, հենց Մոլդովայի եվրոինտեգրացիայի ճանապարհով գնալու նկատմամբ բավական ցավոտ ընկալումը, ընդբռնումը այդ process-ը Ռուսաստանի, դա է պատճառը, որ իրանք հենց այդպես են դնում հարցը, որ անհրաժեշտ է միավորել այդ երկու պետությունները, Ռումինիան եւ Մոլդովան։ Ակնհայտ է, որ դա պահանջում է էլի քայլեր, ես նոր ասեցի, ներքին պալատը որոշում ընդունեց Ռումինիայի պարլամենտի, հիմա վերին պալատի սենատի որոշումը պետք է լինի։ Մոլդովայում դուք գիտեք այս սցենարին վերաբերմունքը վատը չի, լավն է, Մոլդովան էլ համարում է, որ այս մարտահրավերները, որոնք բերում է Ռուսաստանը Մոլդովայի դեմ, Մոլդովայի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքները, անհնար է լուծել, եթե դու միայնակ ես։ Մի քանի խոսք Լուկաշենկոյի արձագանքի մասին, դուք գիտեք Ուկրաինայի նախագահան պարոն Զելենսկին առաջարկություն արեց Բելարուսին դադարեցնել տալ
Ռուսաստանին օգտագործելու Բելարուսի տարածքը Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը բերեց Բելարուսի տարածք ռադիոլոկացիոն համակարգերը, որոնք ուսումնասիրում են Ուկրաինայի տարածքը Բելարուսից ու Ռուսաստանը ավելի էֆեկտիվ ռմբակոծում է Ուկրաինայի օբյեկտները, էներգետիկ ոլորտի այլ օբյեկտները, բայց անում է օգտագործելով Ռուսաստանը դա Բելարուսի տարածքը։ Ու Ուկրաինայի նախագահան, հիշում եք, մի քանի օր առաջ զգուշացրեց Լուկաշենկոին, որ այդ օբյեկտները կարող են դառնալ թիրախ Ուկրաինայի դրոնների համար։ Ուկրաինան հակահարված կտա, քանի որ Բելարուսը պատերազմում չի Ուկրաինայի դեմ, բայց Ռուսաստանը Բելարուսի տարածքը օգտագործելով ռադիոլոկացիոն համակարգերը տեղադրեց Բելարուսում ու դա օգնում է Ռուսաստանին ավելի ուժեղ պատերազմ վարել Ուկրաինայի դեմ։ Խառնվեց Լուկաշենկոն։ Լուկաշենկոյի պատասխանը ես կարդացի, ահավոր խառնված վախեցած է։ Պարզ է, Լուկաշենկոն հասկանում է ինչ հետևանքներ կբերի, եթե դրոնները Ուկրաինայի հարձակվեն Բելարուսի օբյեկտների վրա, ինչ հետևանքներ կունենա, Լուկաշենկոն քիչ հավանական է, որ կկարողանա մնալ Բելարուսում, ստիպված կլինի փախչել, ինքը այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է նաև, որ Բելարուսի ժողովուրդը չի ուզում պատերազմել Ուկրաինայի դեմ ու ներգրավումը Բելարուսին այս պատերազմին կբերի ուղղակի նրան, որ Լուկաշենկոն կկորցնի իշխանությունը, զավթած իշխանությունը կկորցնի։ Լուկաշենկոյի պատասխանը դուք եթե կարդաք ապշեցուցիչ էր։ Ինքը չէր կարող նորմալ բացատրել ինչ է կատարվում, ինչ որ արդարանում էր, զգուշացնում էր Ուկրաինան, որ այդ քայլը չգնա, իրանք չեն ուզում պատերազմել եւ այլ եւ այլ։ Ավելին Լուկաշենկոն նույնիսկ մեղադրեց իր ելույթում պատասխանում Ուկրաինային, մեղադրեց Ռուսաստանի դեսպանին Բելարուսում, դա պարոն Գրիզլովն է, որը նախկինում Պետդումայի նախագահն էր, ինքը իրեն մեղադրեց Ռուսաստանի դեսպանին Բելարուսում, որ այդ Ռուսաստանի դեսպանը ամեն ինչ անում է ներգրավելու համար Բելարուսը պատերազմի մեջ։ Պարզվեց, որ այս քայլը զգուշացումը Զելենսկուն բավական էֆեկտիվ էր։ Դուք գիտեք, որ քաղաքապայմանագիրը հայտարարել է մի քանի օր առաջ, որ իրանք ունեն 3 թեկնածուներ այն ազգային ժողովի նախագահի ու այդ 3 թեկնածուներից մեկին երեք իրանք ընտրել են ու զգուշացրել են, որ այդ ընտրությունները ներկուսակցական է։ Կուսակցության ղեկավարությունը նստեց ու որոշում ընդունեց։ Պարզա մեզ հետաքրքիր է ում իրանք որոշում ընտրել 3 թեկնածու, գլխավոր թեկնածուները պարզ է Ալեն Սիմոնյանն է, այսօրվա ազգային ժողովի նախագահն եւ պարոն Ռուբեն Ռուբինյանը, որը ազգային ժողովի փոխնախագահն է։ Այդ ներկուսակցական process էր, բայց հետաքրքիր է, որ այս քվեարկության արդյունքում ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը։ Դա ինչ է նշանակում, որ նոր ձևավորված ազգային ժողովում օգոստոսի 2-ից, երբ որ կսկսվեն ձևավորվել ազգային ժողովը, երբ որ կսկսվի ընտրություն ազգային ժողովի ղեկավարության քաղաքապայմանագրից գլխավոր թեկնածուն ազգային ժողովի նախագահը կլինի Ռուբեն Ռուբենյանը։ Ես պետք է ասեմ, որ Ալեն Սիմոնյանը իր վրա ստանձնեց շատ ծանր ֆունկցիա, հիշում եք այդ գլխավոր բանավեճերը, այդ գլխավոր կոշտ պատասխանները Ռուսաստանի դեմ հենց ինքն էր անում, պարզ է դա չի կարելի մոռանալ իր մեծ դերը, բայց այնուամենայնիվ կուսակցությունը համարեց, որ հիմա ավելի ճիշտ կլինի քաղաքապայմանագիր կուսակցությունը, ավելի ճիշտ կլինի Ռուբեն Ռուբինյանին ընտրել ազգային ժողովի նախագահ։ Շատ ինձ համար հետաքրքիր էր, որ նույն պահին արձագանքեց Կլիչը,
դու գիտեք Սերդար Կլիչը Թուրքիայի կողմից հատուկ լիազորություններ նշանակված դեսպան է, Հայաստանի կողմից հատուկ բանագնացը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում հենց Ռուբեն Ռուբինյանն է, ու պարոն Կլիչը նույն պայն արձագանքեց, շնորհավորեց պարոն Ռուբեն Ռուբինյանին այս ձևի հաջողությունների համար ու ասեց մեր համագործակցությունը ձևավորվեց, մեր անձնական նաև հարաբերությունները ու ինքը իրան ցանկանում է հաջողություններ իր գործունեության մեջ։ Ուրեմն Թուրքիան բավական լուրջ է հետևում այն process-ներին, որոնք կատարվում են Հայաստանում, ով է անտարվելու, ով կլինի առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքերը ու այս արձագանքը միանգամ էլ ցույց է տալիս, որ բավական ուշադիր է Հայաստանի զարգացումների նկատմամբ Թուրքիան։ Սահմանադրական դատարանի հետ կապված process-ներ։ Ես պետք է զգուշացնեմ ձեզ, որ այսօր սկսվեց այս նիստը, սահմանադրական դատարանի նիստը կապված ինչի հետ։ 7 կուսակցություններ ընդդիմադիր բողոք ներկայացրեցին այս անցած ընտրությունների արդյունքների հետ։ Իրանք բողոքարկում են արդյունքները, համարում են, որ չեղյալ պետք է համարվեն ընտրությունների արդյունքները, քանի որ խախտումները մեծ էին, իրանք ունեն իրանց կողմից պատրաստված փաստեր ու բերում են, ներկայացնում են ու ներկայացրեցին սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը ամսի 21-ին հունիսի որոշում ընդունեց, որ առաջին նիստը կլինի հունիսի 26-ին։ Այսօր Հիմա ինչն է ստեղ կարևոր։ Սահմանադրության համաձայն սահմանադրական դատարանի այս որոշումից հետո 21-ին հունիսի, որ վառույթի իրանք վերցրեցին այդ բողոքները ու սկսում են աշխատանք 26-ից, քանի որ այդ որոշումը 21-ին էր, սահմանադրության համաձայն 15 օրում սահմանադրական դատարանը պարտավոր է տալ որոշում վերջնական։ Ինչ է համարում սահմանադրական դատարանը։ Լեգիտիմ էին այս ընտրությունները, թե ոչ, չեղյալ կհամարվեն, թե ոչ եւ այլ եւ այլ։ 15 օր դա նշանակում է մինչև հուլիսի 4-ը այդ աշխատանքը կարող է կատարվի։ Կարող է ավելի շուտ սահմանադրական դատարանը կողմորոշվի, բայց մինչև հուլիսի 4-ը մենք կունենանք վերջնական որոշումը այս ընտրությունների հետ կապված։ Անկեղծ ձեզ ասեմ, իմ կարծիքը նա է, որ ընտրությունները եւ լեգիտիմ էին, եւ տրանսպարենտ էին, եւ մրցակցային էին, խնդիրներ նաեւ կային, բայց շատ ու շատ լավ կազմակերպված էին ու իմ կարծիքով ոչ մի խնդիր չի լինի Սահմանադրական դատարանը լեգիտիմ կհամարի այս ընտրությունները, բայց ցանկացած դեպքում մենք ունենք սահմանադրության համաձայն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրությունների, կարող են վիճարկել ընտրությունների արդյունքները ու նայենք ոնց է զարգանալու։ Ստեղ նաև կային պրոցեդուրային հարցեր սահմանադրական դատարանում, որոնց մասին ուզում եմ ասել։ Դուք գիտեք, մեզ մոտ սահմանադրական դատարանի 9 անդամ են։ Մեր սահմանադրության համաձայն 9 անդամ սահմանադրական դատարանի մենք ունենք։ Որոշումը, որը կընդունվի, պետք է ընդունվի 2/3-ով։ Կոպիտ ասած 6 դատավոր պետք է սահմանադրական դատարանի որոշում ընդունեն ի օգուտ օրինակ այդ ընտրությունները վավեր համարելու։ 9-ից նվազագույնը 6-ը։ Այդպես որոշումը կընդունվի, բայց պարզվեց, որ սահմանադրական դատարանի ներսում որոշում ընդունվեց, որ 2 դատավորներ, Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել այս աշխատանքներին։ Մնում են մենակ 7 դատավորներ։ Նու դա ինչի հետ է կապված, որ այս մարդիկ, այս դատավորները նախկինում ասոցացվել են քաղաքապայմանագրի հետ, հանրապետություն կուսակցության հետ, ու դա նախատեսված է սահմանադրական դատարանի աշխատանքների մեջ։ Նաև հարց գնաց Սեդա Սաֆարյանի մասին դատավորի, նույնիսկ կար բողոք Արմենիա խմբակցությունից, ինչու ինքը մասնակցում է այդ աշխատանքներին, քանի որ Սեդա Սաֆարյանը առնչվում են այն ուժերի հետ, որոնք այս ընդդիմադիր ուժերի դեմ էին, նախկինում ցուցակում կար, բայց Սահմանադրական դատարանի դատավորները
որոշեցին, որ ստեղ ոչ մի խնդիր չկա, Սեդա Սաֆարյանը իրավունք ունի մասնակցելու ու քվեարկելու այս Սահմանադրական դատարանի աշխատանքներին եւ որոշումներին։ Այդ նյուանսները ձեզ ասում են, որ դուք հասկանաք, որ կան կանոնակարգային հարցեր, որոնք լուծված են։ Ուրեմն միայն 7 Սահմանադրական դատարանի դատավորներ կմասնակցեն այդ process-ի ու 7-ից 6-ը պետք է նվազագույնը 6 հոգի կողմ լինեն, որ այս կամ այն որոշումը անցնի։ Ընդդիմությունը պատրաստվում է այսօրվա այս նիստին ընդդիմադիր ուժերը առաջի հերթին ուժեղ Հայաստանը եւ Արմենիա բլոկը դաշինքը իրենք կոչարեցին իրենց կողմնակիցներին այսօր երեկոյան Սահմանադրական դատարանի մոտ հավաքվեն պայքարելու համար ոնց իրանք են ասում պայքարելու համար որ պահպանվեն ձայները տրված ընդդիմությանը իրանք էլ պատրաստվում են այս նիստի այս ձևով բողոքներ անցկացնելու Սահմանադրական դատարանի շենքի առջև ես պետք է ասեմ որ այդ process-ը իրոք շատ ուշադրությամբ այդ process-ին հետևում են եւ քաղաքական ուժերը եւ պարզ է հասարակությունը Նիկոլ Փաշինյանին 3 բրիֆինգի ժամանակ կառավարության շենքում երբ որ ինքը պատասխանում էր լրագրողների հարցերին Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց երբ որ իրան հարցրեցին իր վերաբերմունքը Սահմանադրական դատարանի որոշմանը որը կլինի նո պարզ է ինքը խուսափեց միջամտել Սահմանադրական դատարանի աշխատանքներին ինքը ասեց որ այդ Սահմանադրական դատարանի հարցն է ինքը չի խոսա բայց մոտավորապես այն միտքը որը ես ասացի ինքը ակնարկեց, որ ժողովուրդը ընտրություն կատարեց, ուրեմն ինչի մասին է խոսքը։ Ես թարգմանեի այս ձևի այդ խոսքերը, որ ընտրությունները անցան, ժողովուրդը եկավ հնարավորություն ունեցավ իր կարծիքը ասել ու ունենք այն ինչ ունենք։ Ես նաև պետք է ասեմ, որ շարունակում է այդ process-ը պայքարի ընտրակաշառքների դեմ բավական մեծ թվով մարդիկ ձերբակալվում են ուժեղ Հայաստանի հետ առնչվող Բարգավաճ Հայաստանի Հայաստան դաշինքի այդ 3 քաղաքական ուժերի կամ դաշինքների հետ կապված առնչվող մարդկանց հենց գլխավոր մեղադրանքը կապված է նրա հետ որ ընտրակաշառքներ են բաժանվել ու գաղտնալսումների արդյունքներում բավական մեծ թվով մարդկանց մոտ անցկացվել են խուզարկություններ, զգալի մարդկանց ձերբակալել են կամ այլ միջոցներ կիրառվել են իրանց դեմ ադմինիստրատիվ, չգիտեմ, ձերբակալություն եւ այլ մեծ process է գնում մի մասը գործերի կապված են նախկինից եկած խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի, դուք գիտեք Սահմանադրական դատարանը տվեց համաձայնություն օրինակ գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված, հիմա Սահմանադրական դատարան մտավ դատախազությունը Հայաստանի դատախազը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավունք տրվի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ իրավունք տա, որ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվի, բայց այս անձերի հետ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, ինչքան հասկանում եմ, գործերը կապ չունեն ընտրական process-ների հետ, այդ նախկինից եկած գործերն են։ Բայց ինչ եմ ուզում ասել, բավական թափով կառավարությունը, կառավարական ինստիտուտները, նաև դատախազությունը տանում են այդ գիծը, դիմում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, այս կամ այն մարդկանց, ովքեր ցուցակներում էին ու օգտվում են անձեռնմխելիության սկզբունքից, որ այդ անձեռնմխելությունից զրկվեն, նաև այդ թվում դա արվեց Ռոբերտ Քոչարյանի ու հիմա արվում է Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Մեծ process է գնում, նայեք այդ ամեն ինչը ուր է գնալու։ Ու հիմա ես ուզում եմ ձեզ հետ խոսել գլխավոր թեմայի մասին այսօրվա։ Նիկոլ Փաշինյանը ի վերջո պատասխանեց։ Դուք հիշում եք վերջի նվազագույնը
2-3 ամիս է այն արշավը, որը Ռուսաստանը տանում էր Հայաստանի դեմ, այն արշավը, որը Ռուսաստանը տանում էր Նիկոլ Փաշինյանի դեմ, արշավ կապված նրա հետ, որ Հայաստանը գնում է դեպի եվրոինտեգրացիան, դա Ռուսաստանին դուրս չի գալիս։ Ռուսաստանը փորձեց այդ արշավի մեջ ներգրավել այն պետություններին, ովքեր կան ԵԱՏՄ-ում։ Ու հիշում եք այդ համատեղ 4 նախագահների հայտարարությունը, Պուտինն էր այնտեղ, Լուկաշենկոն էր այնտեղ, որ պահանջում էին Նիկոլ Փաշինյանից, որ ինքը պատասխանի, Հայաստանը գնում է դեպի եվրոինտեգրացիա, թե ոչ։ Դրանից է կախված, իրանք կթողնեն մեզ ԵԱՏՄ-ում կամ հապկում, թե ոչ։ Այդ մեծ արշավ է, դուք գիտեք սանկցիոն քաղաքականություն սկսեցին կիրառել Ռուսաստանը, մեր ապրանքները չեն թողնում, որ մտնեն ԵԱՏՄ, ավելին Ռուսաստանի շուկա մեզ չեն թողնում, որ այլ երկրների ԵԱՏՄ-ն այլ ԵԱՏՄ երկրների շուկաներ մենք մտնենք, քանի որ մենք այն մյուս երկրների շուկաները մտնում էինք Ռուսաստանի տարածքով, բավական կոշտ քաղաքականություն են վարում, պահանջում են պատասխան, մենք շարունակում ենք գնալ Եվրոմիություն, թե ոչ, պահանջում են, որ մենք ասենք հապկ մենք աշխատանք կվերադառնանք, թե ոչ, ես ուզում եմ ասել, ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներ, նաև հապկում մենք վաղուց է սառեցրել ենք մեր անդամակցությունը ու հիմա հապկում էլ Ռուսաստանը պահանջում է, որ մենք կողմ որոշվենք, հապկում էլ ի վերջո ինչ է կանելու ու ճիշտը ձեզ ասեմ, ես սպասում էի, որ մեր ղեկավարությունը ու առաջերտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխան տա, ինքը երեք որոշեց պատասխան տալ, հիշում եք եւ կառավարության նիստներ, հետո բրիֆինգեր, ինքը պատասխանում էր լրագրողների հարցերին, ինքը սկսեց տալ պատասխաններ ու իմ կարծիքով ինքը գնաց վաբանկ ու ճիշտ արեց, ինքը հակահարձակման գնաց, իմ կարծիքը դա ճիշտ է, քանի որ իրոք չափը անցնում է Ռուսաստանը, ճնշելով մեզ, ձիվնագիտական ճնշում, քաղաքական ճնշում, կոնկրետ ճնշում մեր առևտրի վրա, շուկան փակեցին մեզ համար, ու Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ ասեց, ԵԱՏՄ-ն այն ինստիտուտն է, այդ ինտեգրացիոն պրոցես է առևտրի ոլորտում, որտեղ որ պետք է ազատությունները աշխատեն, ազատ աշխատուժ պետք է շրջվի ԵԱՏՄ երկրներ, ազատ առևտուր, ազատ տեղաշարժ ապրանքների, ազատ տեղաշարժ ծառայությունների։ Ոնք ասեց, այդ 3 սկզբունքները հիմա խախտված են։ Շուկան Հայաստանի համար փակ է։ Այդ ես եմ մի քիչ բացում իր ասածը։ Բայց իր ասածը ճիշտ է։ Այս սկզբունքներով է աշխատում այդ կազմակերպությունը։ Հիմա այդ սկզբունքից այդ կազմակերպությունը հրաժարվեց, ուրեմն հարց է ինքը ասում է, կա այս կազմակերպությունը, թե չկա, միանշանակ ճիշտ հարցադրում է, ավելին Նիկոլ Փաշինյանը ասեց, մենք չենք պլանավորում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ինչու՞մ է պրոբլեմը, ուրեմն եթե դուք ԵԱՏՄ-ի խաղաղականոնները չեք իրականացնում, դա նշանակում է դուք չկաք, ավելին ինքը ենթադրություն արեց, որի հետ ես միանշանակ համաձայն եմ, որ այլ ԵԱՏՄ երկրները, նու պարզ է ակնարկը Ղազախստանի, Ղրղստանի վրա է, որ իրանք էլ տեսնում են ինչ անարդար որոշումներ են Հայաստանի նկատմամբ։ Ու ինքը ասում է, իրանք էլ հետևություններ կանեն, իրանք էլ զգուշավոր կլինեն ու դա կնշանակի, որ ԵԱՏՄ-ն փլուզվեց, քանդվեց։ Իմ կարծիքով շատ ճիշտ մոտեցում է, պատասխան է Ռուսաստանին, Պուտինին, ես ավելին ձեզ ասեմ, ոնց Հայաստանը սառեցրեց հապկում, շատերը հիմա մոռանում են, հապկը չկատարեց մեր նկատմամբ իր պարտավորությունները, հապկը անվտանգային համակարգ է, չպաշտպանեց մեզ, ու Հայաստանը ասեց, այդ դեպքում մենք չենք հապկում, ու սառեցրեց անդամակցությունը, դուրս չեկավ դեր, բայց սառեցրեց, ստեղ հիմա ԵԱՏՄ-ն սառեցնում է մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ի աշխատանքներին ու Նիկոլ Փաշինյանը ասում է դա նշանակում է որ դուք չկաք։ Այո, Նիկոլ Փաշինյանը փաստորեն այն 4
ղեկավարների Ղազախստանի, Қырғызստանի, Ռուսաստանի, Բելարուսի նամակին պատասխանեց, հիշում եք, նամակը չեմ ասում կոշտ էր, բայց նամակում գրված էր, որ իրանք խնդրում են Հայաստանին, որ Հայաստանը կողմորոշվի, գնում է դեպի եվրոինտեգրացիա թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը այդ հարցին չի անդրադառնում ու իմ կարծիքով ճիշտ է անում, ինքը ասում է մենք ԵԱՏՄ-ում ենք, չէ՞, փաստ է։ Մենք չենք պլանավորում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ինքը այսօրվա իրավիճակի մասին է խոսում։ Ուրեմն եթե դուք չեք աշխատացնում ԵԱՏՄ-ին, կոպիտ ասած Հայաստանի համար ԵԱՏՄ-ի շուկան փակ է, խաղի կանոնները, ուրեմն ԵԱՏՄ-ն չկա։ Ես համարում եմ այս պատասխանները բավական ճիշտ, նաև որ Նիկոլ Փաշինյանը մեսիջ է ուղարկում Қырғызստանի, Ղազախստանի, որ վաղը ձեզ հետ նույն ձևի են վարվելու, շատ ճիշտ հակահարվածներ են Ռուսաստանի քաղաքականությանը, որը վարվում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, այսօրվա իշխանությունների նկատմամբ, Հայաստանի սուվերենության նկատմամբ, փորձում են ճնշելով, օգտագործելով ներսում ռուսամետ ուժերը, որոնք ներսում փորձում են թուլացնել դիրքերը կառավարության, փորձում են իրենց ուզածին հասնել։ Մեր սուվերենությունը խլել մեզանից։ Հազիվ մենք սկսեցինք ձեռք բերել սուվերենության տառերը, ուժեղանում ենք, իրենք ուզում են նորից մեզանից ամեն ինչ խլել։ Ուրեմն պատասխանը կա Հայաստանի, ես հիմա սպասում եմ Ռուսաստանի արձագանքին այն ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, անպայման այդ արձագանքը այսօր վաղը Ռուսաստանի կողմից կլինի։ Միշտ նոր հանդիպումներ։